Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, թող Աստված ողորմի մեզ, թող Աստված իր գթությունն ու ողորմությունը հեղի մեր վրա, իր շնորհով ծածկի մեզ, իր լույսը լցնի մեր մեջ, իր խոսքի համար մեր սիրտը պատրաստի։ Հայր Աստված, քո խոսքն ասում է, որ Սուրբ Հոգին է կենդանացնողը, ուրեմն ողորմած Հայր, աղոթում եմ, որ այս դասի ու ամեն դասի ժամանակ, ամեն անգամ, որ մենք կարդում ու լսում ենք Աստվածաշունչը, կամ քո խոսքի շուրջ քարոզ ենք լսում, կամ քո խոսքի շուրջ գրքեր ենք կարդում, խնդրում եմ Տեր, պատրաստի մեր սրտերը, քախանի մեր սրտերը, մեր միտքը, որ մենք ընդունենք քո խոսքը, իր ամբողջության մեջ, իր մաքրության ճշմարտության մեջ, չհակադրվենք, չհակառակվենք քո խոսքին, ու թող Սուրբ Հոգին հասցնի քո խոսքը մեր սրտերին, մեր խղճին, արմատացնի մեր մեջ։ Խնդրում եմ Հայր, թույլ տուր, որ ցողը մանայի հետ միասին ընկնի մեր մեջ, ու Սուրբ Հոգին քո խոսքի հետ միասին լինի ու աշխատի մեր մեջ։ Ողորմիր Տեր, որովհետև մեզ բարիք չի գա, եթե Սուրբ Հոգին չմիանա քո խոսքին ու գործի մեր մեջ։ Թող այդպես լինի քո փառքի ու քո անվան համար, եւ որովհետև հավիտենական է քո ողորմությունը։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա անդրադառնանք Թոմաս Ուոթսոնի ապաշխարության վարդապետության գրքի 10-րդ գլխի ընթերցանության, մեկնաբանությանն ու շարունակությանը։ Այսօր դրա մի մասին կանդրադառնանք։ Ապաշխարության ճանապարհի խոչընդոտների վերացումը։ Հենց այս վերնագրից հասկանում ենք, որ ապաշխարության ճանապարհի վրա շատ խոչընդոտներ կան։ Եվ հաջորդ գլխում հեղինակը խոսելու է ապաշխարության տանող քայլերի մասին, բայց մինչ այդ կարևոր է, որ հասկանանք, որոնք են մեզ ապաշխարությունից հետ պահող խոչընդոտները։ Բոլորս էլ գիտենք, երբ ջուրը ծորակից դուրս չի գալիս, նախ ստուգում ենք հասկանալու համար, թե ինչն է արգելափակում, ինչն է ջուրը հետ պահում, թե այնտեղ խցանում կա, թե ժանգոտություն կա, ինչ-որ մի բան թույլ չի տալիս։ Ու հետևաբար մենք ստուգում ենք կամ ստուգել ենք տալիս, թե արդյոք խողովակները կոտրված են կամ խցանված են, ծակ կա մեջը, որ կամ մաքրենք, կամ լուծում բերենք։ Նույն կերպ էլ, երբ ապաշխարությունը եւ ապաշխարության արդյունքները չեն հոսում մեզանից, թեկուզ որ Աստծո պատվիրանները գիտենք, մենք պետք է ինքներս մեզ քննենք ու փորձենք գտնել, ինչն է կամ ինչերն են մեր չապաշխարելու պատճառը, մեղքի հանդեպ մեր չվշտանալու պատճառը, Աստծո առաջ մեր ապաշխարության արդյունքները չհոսելու պատճառը։ Որն է կամ որոնք են այն խոչընդոտները, որ խանգարում են խոստովանության, ապաշխարության հոսելուն։ Ըստ հեղինակի, ապաշխարության համար 10 խանգարիչ բաներ կան։ Շատ հնարավոր է, որ ավելին լինեն, բայց եկեք գոնե այս 10-ի շուրջ մտածենք։ Ապաշխարության առաջին խոչընդոտը այն է, որ մարդիկ չեն գիտակցում, որ ապաշխարության կարիք ունեն։ Մարդիկ շնորհակալություն են հայտնում Աստծուն, որ իրենց հետ ամեն ինչ լավ է, ամեն բան լավ է, եւ նրանք չեն կարող որևէ բանի մասին մտածել, ինչի համար պետք է ապաշխարեն։ Ես անձամբ հայտնվել եմ նման իրադրության մեջ, որ մարդիկ ասել են, այո, ուզում եմ ապաշխարեն, որ ապաշխարել են ու ասել եմ, իսկ դե հիմա մտածեք այն մեղքերը, որ պետքա ներում խնդրեք Աստծուց, եւ անմիջական պատասխանն եկել է, իմ մտքով ոչ մի բան էլ չի անցնում, ես ոչ մի մեղք էլ չեմ գործել։ Սա հենց դա է։ Հայտնության 3-րդ գլխի 17-ում Հիսուսն ասում է, որովհետև ասում ես, ես հարուստ եմ եւ ավելի հարստացա, ոչ մի բանի կարոտ չեմ։ Սա գլուխ գովել է,
Բայց չգիտես, Հիսուսը շարունակում է ասել, որ դու թշվառ ու ողորմելի, աղքատ, կույր ու մերկ ես։ Գիտեք, նույնը վերաբերում է, երբ ասում ենք, ես մեղք չեմ գործել, ես ապաշխարելու բան չունեմ, նշանակում է մենք դատաստանի առաջ ենք կանգնելու, մենք դժոխքի ճանապարհին ենք կանգնած, բայց չենք հասկանում, չենք տեսնում, հոգևոր կուրության մեջ ենք։ Նա ով հիվանդ է, բայց չգիտի այդ մասին ու իր մարմինն էլ չի ցավում, ոչ մի նշան հիվանդության չի տեսնում, չի ընդունի անհրաժեշտ ու նշանակված դեղամիջոցը բուժվելու համար։ Սա այն սարսափելի ու ողբալի հետևանքներից մեկն է, որ մեղքը առաջացրել է մարդու մեջ։ Մեղքը ոչ միայն մեզ միայն մահացու հիվանդացրել է, կտրել է մեզ Աստծուց, այլ նաև թմիր է բերել, նիր է բերել մեզ վրա, քուն, դիվային, որ չենք գիտակցում, որ մահացու վիրավորված ենք մեղքի գործերով։ Երբ Տեր Աստված ժողովրդին հորդորեց վերադառնալ իր մոտ, դարձի գալ, նրանց պատասխանը համառ էր ու ըմբոստ։ Մաղաքիա 3:7 խոսքում կարդում ենք. Աստված է ասում. ձեր հայրերի օրերից ի վեր խոտորել եք իմ կանոններից, այսինքն չեք հետևել իմ կանոններին, եւ դրանք չեք պահել, ետ դարձեք դեպի ինձ, եւ ես էլ դեպի ձեզ կդառնամ, ասում է Զորքերի Տերը, բայց դուք ասում եք, ինչպես ետ դառնամ, այսինքն ոնց թե ետ դառնանք, ինչ ենք արել, որ պիտի ետ դառնանք, չենք տեսնում մեր արած սխալը, մեր արած մեղքը, չենք տեսնում մեր հոգևոր ողբալի փտած վիճակը։ Երբ Աստված մարդկանց խնդրում է ապաշխարել, նրանք ասում են. ինչու պետք է ապաշխարենք։ Մարդիկ չգիտեն, թե ինչ սխալ են արել, ինչ մեղք են գործել։ Անշուշտ չկա ավելի վատ հիվանդություն, քան կորցնել գիտակցությունդ, հասկացողությունդ, ըմբռնումդ եւ մեղքը մարդկանց այսպիսին է դարձնում։ Մեզ հասցնում է այն վիճակին, որ ոչ միայն չգիտենք, չենք տեսնում, այլ չենք էլ ցանկանում իմանալու տեսնել։ Երկրորդ, ապաշխարության երկրորդ խոչընդոտը այն է, որ մարդիկ ապաշխարելը հեշտ բան են համարում։ Մարդիկ մտածում են, որ ապաշխարությունը ոչ այլ ինչ է, քան մի քանի տող աղոթք անելը, հառաչելը, հոգոց հանելը կամ Տեր ողորմիր ասելը։ Մարդկանց թվում է, եթե երգեն Տեր ողորմյա, ուրեմն ամեն բան լավ կլինի։ Ու եթե դա անես, ուրեմն ապաշխարել ես ու գործն ավարտված է։ Ապաշխարության հեշտության այս գաղափարը մեծ խոչընդոտ է շատերի համար, որտև դա այդ մարդկանց դարձնում է համարձակ մեղքի մեջ, իսկ այն, ինչը մարդուն դարձնում է մեղքի մեջ համարձակ և արկածախնդիր, ապաշխարության խոչընդոտ է։ Մեծ վտանգ է այն, որ մարդը մտածում է խնդիր չկա, հեշտ լուծում կա, կշարունակեմ մեղքի մեջ ապրել, մեղք գործել, որքան ցանկանում եմ, բայց հենց պատրաստ լինեմ կամ ցանկանամ էլ մեղք չգործել, կապաշխարեմ, հեշտ է ապաշխարելը և ամեն բան լավ կլինի։ Այս մոտեցումը մարդուն դարձնում է սանձից կտրված, համարձակ ամբարշտության մեջ, մեղքի ու ապստամբության ու հակառակության մեջ։ Ոչ մի լավ բան չի գալիս սրանից։ Եվ որպեսզի կարողանանք ազատվել այս կեղծ մտածելակերպից, որ ապաշխարությունը մի հեշտ բան է ու ցանկացած պահի մի լավ քեֆ ուրախություն մեղքի մեջ թավալ տամ հետո կապաշխարեմ, եկեք երկու բանի մասին խորհենք։ Յուրաքանչյուր մարդ այնքան մեղք է գործել, որ եթե չափենք, գուցե մի մեծ սարի չափ լինի։ Իսկ ով կարող է նման ծանրություն կրել ու դիմանալ։ Արդյոք կարող են կանգնել մեր գործած մեղքերի սարի գլխին ու այնտեղից ցատկենք դեպի Աստծո թագավորություն, փրկություն այդպես ստանանք։ Կարող է մարդը մեղքից ցատկել դրախտ, այսինքն գոռոզ դիրքից առանց խոնարհվելու մտնել Աստծո թագավորություն, մտնել դրախտ։
Կարող ենք մենք սատանայի գրկից դուրս ցատկել դեպի Աստծո արքայություն, առանց Հիսուսի եւ առանց ապաշխարության, առանց հնազանդության, առանց խոնարհվելու։ Ոչ ու էլի ոչ։ Մեղավոր ամեն մարդ նաեւ գոռոզ մարդ է, ու ապաշխարելու համար մարդը պիտի ինքն իրեն խոնարհեցնի։ Եթե ինձ չեք հավատում, նայեք Ծննդոց գրքի այն սկզբնական տեղերը, երբ որ Ադամն ու Եվան մեղք գործեցին։ Եթե հնարավոր լիներ առանց մեղքը խոստովանելու, առանց պատասխանատվություն վերցնելու արածիդ համար, առանց ապաշխարելու, փրկվելու, ներվելու, Աստված նրանց դրախտից դուրս չէր վռնդի։ Եվ հետո էլ պատմությունը չէր բերի հասցներ Հիսուս Քրիստոսին, որ Հիսուսին խաչեր։ Այսինքն ապաշխարությունը հեշտ բան չի, հեշտությամբ չի, որպեսզի մենք ներվենք, Աստծո արյունն է թափվել, հասկանում եք։ Եթե մեղավոր մարդը իր ողջ ուժն ու զորությունը օգտագործում է ապաշխարությանը դեմ գնալու համար, ապաշխարությանը հակադրվելու համար, ուրեմն հասկանում ենք, որ ապաշխարությունը հեշտ բան չի։ Բնական մարդու ողջ էությունը միաբանվում է մեղքի հետ ու պայքարում ապաշխարության դեմ։ Մեղքը քաջալերում է մեզ բանի տեղ չդնել Աստծո խորհուրդը, Աստծո խոսքը, բանի տեղ չդնել Սուրբ Հոգու հիշեցումները։ Երեմիա 2-րդ գրքի 25-ում ասվում է. «Ոտքդ մերկությունից հետ պահիր եւ կոկորդդ ծարավությունից, բայց դու ասում ես անհույս է, ոչ, որովհետև ես սիրել եմ օտարներին եւ նրանց հետևից եմ գնալու»։ Այստեղ Աստված մարգարեի միջոցով զգուշացնում է կռապաշտության մասին, ասում է՝ մի գնացեք այնտեղ, կերեք, խմեք, ձեր բերանը փակեք, ձեր կոկորդը հեռու պահեք, մի գնացեք այնտեղ տկլորացեք, մի գնացեք այնտեղ շնություն արեք։ Բայց ասում է՝ դու ասում ես անհույս է, ես սիրել եմ այդ կուռքերին եւ նրանց հետևից եմ գնալու։ Մեղավորը այսպիսի նախընտրում է կորցնել Քրիստոսին եւ դրախտը, քան ազատվել իր ցանկություններից, որ ներքաշում են իրեն մեղքի մեջ։ Պատճառներից մեկը այն է, որ նրանք դրախտն ու Քրիստոսը շոշափելի չեն այս պահին, իրականություն են, բայց շոշափելի չեն, իսկ այդ հաճույքը իր աչքի առաջն է եւ մեղքը այնքան հաճելի է դա դարձնում։ Սրանք խափնված մարդիկ են։ Օրինակ, դավաճանության մեղքը բաժանում է ամուսնուն եւ կնոջը, բայց որևէ մեղք երբեք չի բաժանի ամբարիշտ մեղավոր մարդուն իր մեղքերից։ Մեղքը երբեք չի ասի. «Վայ, Նարինե ջան, ես մեղք եմ, մի արա, մի հմայվի ինձանով, ինձ արմատախիլ արա քո մեջից»։ Ոչ, այլ կշնչա. «Ես հաճույք եմ քեզ պատճառում, ես քո ընկերն եմ, մի վախի ինձանից, մի անհանգստացի, արի, գիտես ինչ ադրենալին կստանաս, որ գաս ինձ հետ»։ Օրինակ բերեմ, ասենք խանութում ձեր հետ վատ են վերաբերվել, հա? Ու զայրույթ ա մեջդ բարձրանում։ Մեղքը քեզ կասի հետ մի պահի էմոցիաներդ։ Էմոցիաները հետ պահելը քեզ կհիվանդացնի, քեզ ինֆարկտ կխփի, ազատ արձակի, ինչ ուզում ես ասա, անպատվի, հանգստացի, պորտը տեղը դիր ու գնա։ Թող իրա դասը սովորի, սա մեղքը կասի։ Ու մարմինը տել կասի, այո, ճիշտ է ասում, որտեվ ամբողջ մարմինը զայրույթից դողում է։ Իսկ Սուրբ Հոգին ցածր ձայնով կշշնջա. «Նարինե մի արա, Նարինե դու Աստծո աղջիկն ես, մի արա, քեզ պահի Աստծուն հարիր կերպարով»։ Բայց երբ որ մենք տրվում ենք մեղքին ու էմոցիային, մեղքը հաղթում է, հետո գալիս ենք տուն, ամոթով, ինքներս մեզնից զզվելով, գուցե մի քիչ հանգստացած, բայց իրականում փոթորիկ է հետո առաջանում մեր մեջ, եւ ստիպված ենք լինում չոքելու ու ապաշխարելու։ Բայց եթե լսեինք Սուրբ Հոգուն եւ ոչ թե մեղքի հմայիչ կամքին,
այդ ամենի ճանապարհը մենք ստիպված չենք լինի անցնել ու չենք վշտացնի Սուրբ Հոգուն։ Մենք այսպես ենք մեղքը գործում։ Ես սա նկարագրում եմ, որ հասկանանք ինչքան հեշտությամբ ենք մենք մեղքի մեջ ընկնում, որտեղ մեղքը շշնջում է, որ ինքը մեզ համար լավ է, ոչ թե վատ։ Այսպիսով տեսնում ենք, որ սխալ է մտածել, թե ապաշխարությունը հեշտ բան է։ Որպեսզի ապաշխարես, պիտի պայքարես մեղքի դեմ, քո դեմ, սատանայի դեմ ու համագործակցես Աստծո հետ, լսես Սուրբ Հոգուն։ Ուրեմն աղոթենք Աստծուն, որ բացի բանտի դուռը մեր սրտերի վրայից, որ ջարդի մեր քարացած սրտերը, որ ապաշխարենք ու հիմա ապաշխարենք։ Ապաշխարության երրորդ խոչընդոտը այն է, որ մարդիկ Աստծո ողորմածության վերաբերյալ սխալ ենթադրություններ են անում։ Շատերն են այս փոսը ընկնում, կամ ինչպես հեղինակն է ասում, շատերն են այս քաղցր ծաղիկի թույնը ծծում։ Առաջին Տիմոթեոսի առաջին գլխի 15-ում ասվում է. վստահության և ամենայն ընդունելության է արժանի այն խոսքը, որ Քրիստոս Հիսուսը աշխարհ եկավ փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ես եմ, ասում է Պողոս առաքյալը։ Ուրեմն այո, Հիսուս Քրիստոսը աշխարհ եկավ փրկելու մեղավորներին, դա անկասկած այդպես է, սակայն մյուս կողմից Քրիստոսը շատերի անկման, շատերի վերջնական մահվան պատճառն է լինելու, նա բոլորին չի փրկելու, Քրիստոսը Աստծո խոսքն է մարմին առած, ասվում է նա, և լինելու է այն քարը, այն խոսքը, որով շատերը գայթակղվելու են և ընկնելու են։ Որտեղից դա գիտենք? Աստվածաշնչից։ Կարդանք մի քանի հատվածներ Աստվածաշնչից, որպեսզի հասկանանք այս կատարյալ ու ցավագին ճշմարտությունը ու ականջներիս օղ անենք ու չլինենք այդ մարդիկ, բայց նախապես ասեմ, եթե այս մարդիկ ապաշխարեն, դարձի գան, նրանց համար էլ փրկություն կա։ Ղուկաս 2-րդ գրքի 34 խոսքում և Սիմեոնը օրհնեց նրանց, այս այն ժամանակ էր, երբ Հիսուս Քրիստոսը 8 օրեկան էր և 40 օրեկան էր և Հովսեփն ու Մարիամը նրան տարել էին Աստծո տաճար, բոլոր անհրաժեշտ այն ժամանակվա 5 տակարանի ծեսերը կատարելու համար։ Ու Սիմեոնը, որ մարգար էր և Աստծո Սուրբ Հոգին խոստացել էր նրան, որ փրկիչին տեսնելու է, հանդիպում է նրանց և սա է ասում. Եվ Սիմեոնը օրհնեց նրանց ու ասաց նրա մորը Մարիամին, այսինքն Հիսուսի մասին ասաց. ահա սա է, որ պատճառ է լինելու Իսրայելում շատերի անկման կամ բարձրացման և նշան հակառակության։ Ուրեմն հասկանում ենք, որ Հիսուսը շատերի անկման, շատերի հակառակության և նաև շատերի բարձրացման ու փրկության պատճառ է լինելու։ Եվ այստեղ ասում է Իսրայելում, բայց մենք գիտենք, որ սա միայն Իսրայելին չի վերաբերում, այլ ողջ մարդկությանը։ Ղուկաս 17-ի 1-2-ում ասվում է. Հիսուսն ասաց իր աշակերտներին. անկարելի է, որ գայթակղություններ չգան, բայց վայ նրան, ում միջոցով կգան։ Նրա համար ավելի լավ է, եթե իր պարանոցից մի երկնաքար կախվի ու ծովը գցվի, քան թե այս փոքրերից մեկին, այսինքն նորահավատներից մեկին, կամ հավատացյալներից մեկին, կամ որևէ մեկին գայթակղեցնի։ Այսինքն մեղքը սարսափելի է, բայց մեղքի մեջ ուրիշի ներքաշելը ավելի սարսափելի է ու ավելի մեծ պատժի է արժանանալու, եթե դարձի չգանք ու չապաշխարենք։ Մատթեոս 10:33-ից 35-ում ասվում է. Ով Հիսուսն է ասում. իսկ ով մարդկանց առաջ ինձ ուրանա, ես էլ նրան կուրանամ իմ հոր առաջ, որ երկնքում է։ Մի կարծեք, թե երկրի վրա խաղաղություն բերելու եմ եկել,
չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր, որովհետև եկել եմ բաժանելու որդուն իր հորից, աղջկան իր մորից, հարսին իր սկեսրոջից։ Սա ցույց է տալիս այն մասին, որ ընտանիքում պառակտություն է լինելու։ Ոմանք հավատալու են, ոմանք չեն հավատալու, ոմանք փրկվելու են, ոմանք չեն փրկվելու։ Դրա համար ենք աղոթում մեր ընտանիքների համար, բարեխոսում, որպեսզի Աստծո լույսը ծագի նրանց մեջ։ Հովհաննես Ավետարանի 6-րդ գլխի 66-ում ասում է. դրանից հետո Հիսուսի աշակերտներից շատերը հետ քաշվեցին ու նրան այլևս չհետևեցին։ Հա, որտեվ գայթակղվեցին Աստծո խոսքով, դժվարացան ընդունել Աստծո խոսքը, որտեվ Աստծո խոսքը իրանց ասում էր հետ դարձեք մեղքից, հետ դարձեք ձեր մտածելակերպից, մարդկային արդարությունից։ Մատթեոս 18:7-ում Հիսուսն է նորից ասում. վայ աշխարհին գայթակղությունների պատճառով, որտև հարկ է, որ գայթակղությունները գան, սակայն վայ այն մարդուն, որի միջոցով գայթակղությունը կգա։ Առաջին Պետրոսի նամակի 2-րդ գլխի 6-8 խոսքերում ասվում է. որովհետև գրքում էլ կա. ահա Սիոնում դնում եմ ընտիր, պատվական անկյունակար, եւ նրան հավատացողը չպիտի ամաչի։ Սա Աստված է ասում Մարգարեի բերանով 5 կտակարանի Եսայի 28 գլխի 16-ում, որը Պողոսը իր նամակում մեջ է բերում։ Ու շարունակում է. արդ ձեզ հավատացյալներիդ համար պատվական է, այսինքն Հիսուսը հավատացյալի համար պատվական է, իսկ անհավատների համար կամ անապաշխարների համար այն քարը, որ կառուցողները մերժեցին, անկյունակար եղավ։ Եվ գլորման քար, գայթակղության վեմ, որով գայթակղվում են, խոսքին չհավատալով, որի համար սահմանված էին։ Ընտրյալ ժողովրդի համար, այսինքն Քրիստոսին ընդունողների ու ապաշխարողների համար, Քրիստոսի խոսքին, Աստծո խոսքին հնազանդվողների համար, Քրիստոսը կյանքի հացն է։ Քրիստոսը կյանքի աղբյուրն է, ինքը կյանքն է, փրկությունն է ու հարությունն է։ Իսկ ամբարիշտների համար Քրիստոսը գայթակղության քարն է, որի մասին մենք խոսեցինք քիչ առաջ։ Այն սուրը, որ Հիսուսն ասում է, ես սուր եմ բերում, ոչ թե խաղաղություն, այն բաժանարար գիծը։ Աստվածաշունչը ասում է Հիսուս Քրիստոսը արդարության արեգակն է։ Եվ ոմանք Հիսուս Քրիստոսին ընդունելով այս արդարության արեգակը իրենց կյանքում ունենալով փափկում են, բայց զարմանալի է, բայց ճշմարիտ, որ ոմանք էլ ավելի կարծրանում են, որտև հակառակվում են նրան։ Մաղաքիա 4:2-3-ում ասվում է. բայց ձեզ համար, որ իմ անունից վախենում եք, արդարության արեգակը պիտի ծագի, եւ նրա թևերին բժշկություն, եւ դուք դուրս պիտի գաք, եւ ոստոցտեք գոմի պարարտ հորթերի պես, եւ պիտի տրորեք ամբարիշտներին, որտեւ նրանք ձեր ոտքերի ներբանների տակ մոխիր պիտի դառնան այն օրը, որ ես դա կանեմ։ Այսինքն, եթե Աստծուց երկյուղ ունես, եթե Աստծուց վախենում ես, հարգում ու պատվում ես, այդ նման մարդը կապաշխարի, որտև նրա կյանքում կծագի արդարության արեգակը Հիսուս Քրիստոսը։ Նրա հոգուն, սրտին, մտքին, մարմնին կբերի բժշկություն Հիսուս Քրիստոսը։ Ասում է դուք ուրախությունից ոստոց տալու եք հորթերի պես։ Իսկ ամբարիշտները մոխիրի պես ոտնատակ են տրվելու Աստծո ընտրած օրը։ Ցավոք սրտի կան մարդիկ, ովքեր այսպես են մտածում ու խոսում. Քրիստոսը մեռավ, Քրիստոսն ինձ համար ամեն ինչ արեց, որ ես հանգիստ նստեմ ու ոչինչ չանեմ, որ ես հանգիստ ապրեմ։ Սա սխալ մտածելակերպ է։ Սա սուտ մտածելակերպ է։ Քրիստոսը կյանքի ծառն է, բայց այսպես մտածողները մահ են ուտում կյանքի ծառից, իրենց սխալ մտածելակերպի ու սրտի դիրքի պատճառով։ Փրկիչը դառնում է նրանց դատավորը։ Նույնը կարելի է ասել Աստծո ողորմածության մասին։
Շատերի համար Աստծո ողորմածությունը նրանց կործանման պատճառն է դառնում։ Մարդիկ հիմարաբար, սխալմամբ, գիտության պակասից մտածում են, որ եթե Աստված ողորմած է, ու որովհետև Աստծո ողորմածությունը հավիտենական է, ուրեմն իրեն կարող են շարունակել մեղքի մեջ ապրել, որտև Աստված միևնույնն է իրենց կգթա ու կողորմա։ Մարդիկ կան մտածում են, որ Աստված բոլորին փրկելու է, որտև Աստված գթասիրտ է, որտև Աստված սեր է, բայց այդ մարդիկ մոռանում են, որ Աստված արդար է ու սուրբ է, ու սրբության առաջ, սրբության ներկայության մեջ մեղավորը չի կարող կանգնել, նա անմիջապես մահ կհասնի։ Հիմա դուք ձեր օրինակով նայեք ձեզ, ձեր ընտանիքներին, ձեր երեխաներին մի բա։ Ասենք ձեր երեխան չարիք անի, չապաշխարի, չզղջա, ներողություն չխնդրի, բայց դուք ողորմած ծնող լինելով իրենց ներեք։ Ու ձեր երեխան ավելի փոխանակ խոնարհությամբ լցվի ձեր դեմ, ավելի լկտիանա ու ապստամբ դառնա ու ավելի մեծ չարիքներ գործի։ Դուք ինչ կանեք։ Սաղմոս 2-ն ասում է, ողորմություն կա Աստծո մոտ, որ Աստծուց վախենաք։ Կարդանք Սաղմոս 130-ի 4-րդ խոսքը, որովհետև քեզ մոտ է թողությունը, որ քեզնից վախենան։ Այսինքն Աստված ողորմած չի, որ մենք շարունակենք մեղքի մեջ ապրել, այլ Աստված ողորմած է, որ իրենից վախենանք։ Վախենանք ոչ թե ոտերներս ստողա, այլ հարգանք ունենանք։ Կարող են մարդիկ ակնկալել ողորմություն ձեռք բերել, գրգռելով Աստծո զայրույթը, գրգռելով Աստծո արդարադատությունը։ Կարող ես գնալ փողոցում ոստիկանին ապտակել, ոստիկանի վրա թքել ու ակնկալել, որ այդ ոստիկանը քեզ չի ձերբակալելու։ Այն, որ Աստված ողորմած է, չի նշանակում Աստված ողորմություն ցույց կտա դիտավորյալ մեղքի մեջ ապրողներին, դիտավորյալ մեղքը ընտրողներին։ Այսքանը այսօր, վաղը կշարունակենք։ Թող Աստված ողորմի մեզ, հպվի մեր սրտերին, իսկապես մեզ ողորմություն անի, որտեղ մենք Աստծո ողորմության կարիք ունենք, որ այսպես խաբնվածներ, ինքնագոհներ չմնանք եւ ինքներս մեզ դժոխք չուղարկենք, որտեղ Աստված չի ուղարկողը։ Աստված իր որդուն զոհեց ամենքի համար։ Հիսուսը բոլորի մեղքերը ներել է, բայց որպեսզի դա իրականություն դառնա, դու պիտի ընդունես Հիսուս Քրիստոսին եւ ապաշխարես եւ պատերազմես մեղքից, որպեսզի մեղքից ազատվես, որտեղ մեղավոր մարդը չի կարող Աստծո առաջ կանգնել։ Այսքանը այսօր։ Ամեն։